Այսօր մենք Անի հետ խոսելու ենք հարկային իրավահարաբերությունների մասին, ողջույն Անի։ Բարև ձեզ։ Անի, ասես, թե վերջին շրջանում ինչ լուրջ փոփոխություններ եղավ ծառայությունների ոլորտում, որոնք որ որոշակի հետևանքներ թողեցին Հայաստանի Հանրապետության համակարգում։ Դեռևս վերջերս 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ հարկային օրենսգրքում, որոնք նախատեսում են, որ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք մասնագիտություններ փոխելու են իրենց հարկային ռեժիմը։ Ինչ է սա նշանակում, գործելով առավել պարզ, առավել ճկուն հարկային համակարգում, մի շարք մասնագիտություններ թևակողեցին հարկային առավել բարդ համակարգի, ընդհանուր համակարգին եւ շրջանառության հարկի համակարգից տեղափոխվեցին ու դարձան ավելացված արժեքի հարկ եւ շահութ հարկ վճարողներ։ Սա բավականին զգալիորեն մեծ հարկային բեռ էր ոլորտի համար։ Ուզում եմ ճիշտն ասած մի փոքր խոսել, թե ինչ էր նախատեսված նախագծով եւ ինչ վերջնական արդյունքով ուժի մեջ մտավ օրենսգրքում։ Նախագծով նախատեսված էին առավել մեծ քանակի մասնագիտական ոլորտներ, որոնք հետագայում ֆիլտրվեցին։ Արդյունքը եղավ այն, որ մնացին իրավաբանները, հաշվապահները, փաստաբանները, աշխատուժի տրամադրման ծառայությունները, կառավարչական խորհրդատվական ծառայություն մատուցող բիզնեսի ներկայացուցիչները։ Կարծում եմ, այս ֆիլտրացիան տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետև շատ մեծ բուռն արձագանք եղավ հարկ վճարողների շրջանակում, բոլոր իրենց դժգոհություններն արտահայտեցին, մասնավորապես մարքեթինգային ոլորտը սպասարկող մասնագետները եւ ֆիլտրացիայի արդյունքում տեղափոխությունը եղավ միայն տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար։ Այսինքն մարքեթինգային ոլորտի մասնագետները շատ ավելի քիչ հարկեր էին վճարում, դրա համար իրենց արձագանքը այդ ձևով արտահայտվեց։ Չէ, ոչ թե ավելի քիչ հարկեր էին վճարում, այլ ծառայությունների ոլորտը առհասարակ հիմնական 10% շրջանառության հարկով էր աշխատում, սակայն կոնկրետ հենց մարքեթինգային ծառայություններին եթե անդրադառնանք, իրանց չանդրադարձավ, իրանք ուղղակի դուրս մնացին այդ նախագծից եւ վերջնական հաստատում չստացավ այդ նախագիծ իրանց մասով։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքը հարցնեք, իրականում ես սա չեմ դիտարկում որպես հարկային օրենսգրքում սովորական փոփոխություն, այլ մոտեցման փոփոխություն է սա կոնկրետ ծառայությունների ոլորտի համար եւ ինչպես ցույց է տալիս ժամանակաշրջանը, պրակտիկան ինչպես ցույց է տալիս, հիմնականում փուլ գրեթե բոլոր ոլորտները ավելի պարզ հարկային համակարգից անցում են կատարում ավելի պարզ հարկային համակարգի, որը կարծում եմ իր տրամաբանությունը ունի։ Բայց ի տարբերություն այս ծառայությունների ոլորտի, որոնք որ ավելի բարդի փոխարինվեցին ու ավելի բարձր հարկային վճարներ են կատարում։ Դե իրականում առավել հարկային բեռի բարձրացումը նկատելի էր, որովհետև այնպես չի բոլոր բիզնեսի ներկայացուցիչներն էին, որ ի սկզբանե մեծ շրջանառություն ունեն, այսինքն եթե դիտարկենք պարզ հասարակ սովորական ֆիզիկական անձի տեսանկյունից, ով անհատ ձեռնարկատեր է հաշվառել եւ ունի մոտավորապես 5 գործընկեր, ում սպասարկում է, եթե նախկինում նա իր ստացած եկամուտների մասով վճարում էր ընդամենը 10% շրջանառության հարկ, պատկերացրեք, որ հիմա անհատ ձեռնարկատերը վճարել է 20% ավելացված արժեքի հարկ եւ 23% շահութահարկ։ Իր ակնկալվող եկամուտի գրեթե կեսը ստացվում է, որ հարկային բեռ է իր վրա առաջացրել։ Ու ստացվում է, որ նաև տվյալ անձինք ծառայություններ մատուցելիս ավելի բարձր արժեք են ներկայացնելու, իրենց ծառայությունների գինը ավելի բարձր են սահմանելու եւ այստեղ կարելի ասել տուժում են հենց սպառողները։ Եթե խոսենք, թե ինչ հետևանքներ առաջացրեց այս փոփոխությունը, այո, մի քանի բարդ խնդիրներ ի հայտ եկան փոփոխությունների արդյունքում։ Իրականում, քանի որ ինքս տվյալ շուկայի ներկայացուցիչ եմ հանդիսանում որպես մասնագետ հաշվապահ եմ, ոնց որ ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչ խնդիրներ առաջացան։ Առաջին մի քանի ամիսներին շուկան անորոշության մեջ էր, մինչև հարմարվեց ադապտացիոն շրջանը անցավ։ Ամենամեծ խնդիրը, որը ի սկզբանե ի հայտ եկավ, դա ծառայությունների արժեքի բարձրացումներ, ինչը ակնկալվում էր, որ կլինի, կանխատեսվում էր, որ կլինի, որտեղ բնորոշ է յուրաքանչյուր բիզնեսին։ Ավելանում են ծախսերը, հետևաբար բարձրանում է նաև պրոդուկտի գինը, պրոդուկտի արժեքը։
Երկրորդ առավել ոչ պակաս խնդիրը, որի հետ եկավ շուկայում, ես կարծում եմ հաճախորդների արձագանքներ։ Այսինքն, երբ որ ծանոթում ես քո հաճախորդին, որ ծառայությունների արժեք ես բարձրացնում, ոչ բոլորն են պատրաստ ավելի թանկ վճարել փաստացի նույն աշխատանքի համար։ Այսինքն, հաշվապահական իրավաբանական ընկերությունը կամ անձը նույն աշխատանքներ կատարելու, սակայն հաճախորդը պետք է վճարել, չգիտեմ, 20% կամ 30% ավելի թանկ համանման նույն ծառայությունների դիմաց։ Այսինքն շատ ընկերություններ իրենց գործընկերներին պարզապես կորցրեցին այդ փոփոխությունների հետևանքով։ Չեմ պատկերացնում իրականում այնպիսի ընկերություն, ում վրա այս հարկային բեռը չի անդրադարձել ու չի թանկացրել ծառայությունների արժեքը, մի քիչ անիրական է իմ կարծիքով։ Երրորդ մեծ խնդիրը, որ առաջացավ իմ կարծիքով, նաև շուկայի բևեռացումներ, այսինքն շուկայում առավել մեծ համբավ հեղինակություն վայելող մասնագետները կարող էին իրենց թույլ տալ բարձր որակի ծառայություն մատուցելով հանդերձ առավել մեծ գումար պահանջել այդ ծառայությունների դիմաց, իսկ միջին մասնագետները շուկայից սկսեցին դուրս մնալ։ Միջինի մասին այդքան եթե չխոսենք, սկսնակները առավել եւս փորձեր անել դուրս գալ շուկա իրենց համար գրեթե անհնարին դարձավ։ Բայց այս մասով կարծում եմ ավելի սկսնակները կամ միջին մասնագետները միգուցե ավելի հարմար գներ էին առաջարկում եւ շատ դեպքերում սպառողը հենց գնում էր ու տվյալ մարդուց էր օգտվում։ Այսինքն իրեն ավելի հարմար էր, իր գրպանին ավելի հարմար էր միջինին կամ սկսնակին դիմել ու այդ գնի, օգտվել այդ ծառայություններից։ Ինձ թվում է այս մասով էլ այս խնդիրը կարող է առաջանալ, դեռ շատերը ավելի շատ ասում են, լավ, այս արժեքը ինձ համար ավելի հարմար է, իրեն ոնց որ ավելի հարմար է տալ այդքան քիչ, քան մտածել, որ ավելի շատ տալ, ավելի լավ որակով ծառայություններից օգտվել։ Միանշանակ այդ դեպքերն են արձանագրվել, միանշանակ բիզնեսի շատ ներկայացուցիչներ նախընտրել են ավելի քիչ վճարել նույն ծառայության դիմաց, բայց դրա խնդիրները հետագայում ժամանակի ընթացքում ինձ թվում է ի հայտ կգան, չեմ ուզում ինչ-որ տենց վատ կարծիքներ հայտնել, բայց ամեն դեպքում ծառայությունների որակից եւ արժեքից դրանք միշտ զուգահեռ են գնում իմ խորին համոզմամբ։ Խնդիրներ հետագայում կառաջանան թե չեն կառաջանա, դա էլ արդեն ոնց որ բախտի հարց է, նայած ում կդիմեն էլի տվյալ դեպքում։ Այսինքն սրանք են հիմնական խնդիրներն են, որոնք որ բախվել եք ձեր պրակտիկայի ընթացքում, թե կողքից ոնց որ երրորդ աչք դիտել եք ուսումնասիրել եք։ Ոչ միայն պրակտիկայի ընթացքում, այլ նաև այո, իմ գործընկերների հետ քննարկումների, զրույցների ժամանակ եւս ի հայտ են եկել, որ ամեն մեկի մոտ ինչ որ մի խնդրեմ առաջացել այդ փոփոխությունների հետևանքով։ Իսկ ձեր կարծիքով կա ինչ-որ մեխանիզմ, որ այս ամեն ինչը կարողանա լուծի, թե միակ լուծումը դա օրենսդրական բարեփոխումներն են։ Իրականում իմ պատկերացումով, երբ որ ինչ-որ փոփոխություն է նախատեսում օրենքում մտցնել, կապ չունի հարկային օրենսգրքում, թե այլ օրենսգրքերում իրավական ակտերում, վստահ եմ, որ որոշակի վերլուծություն կատարվում է, որոշակի ելակետային տվյալներ ունենում են, բազա ունենում են, որ դրա հիման վրա որոշում են կայացնում, այսինքն դիտարկել միայն այն, որ պետության միակ նպատակը ավել հարկել վերցնելն է հարկ վճարողներից, չեմ կարծում, որ միայն դա է, մտածում են նաև ստվերի կրճատման մասով, մտածում են նաև հավասարության մասով, ենթադրվում է, որ մասնագիտական աշխատանք կատարող ոլորտում այդ ներկայացուցիչները անարդարություն է եղել, որ որոշ խմբեր նույն եկամուտը ստացել են, քիչ են հարկվել, որոշ խմբեր նույն եկամուտը ստացել են եւ ավելի բարձր հարկեր են վճարել պետությանը, թե ինչպես կարող է լուծվել այս ամեն ինչը, մի փոքր այդքան էլ հեշտ չէ պատկերացնել եւ ներկայացնել, ես որպես քաղաքացի, որպես մասնագետ կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել այս մասով, առաջին արձագանքը հարկ վճարողների քաղաքացիների շրջանակում, երբ որ ցանկացած փոփոխություն է տեղի ունենում, բնականաբար բացասակաբար է ընկալվում բոլորի կողմից այդ ամեն ինչը, ինչու, որովհետև հաճախակի են լինում փոփոխությունները։ Այսինքն, եթե ես դիտարկեմ, որ այսօր եկել եմ Հայաստանում ցանկանում եմ ներդրում անել, բիզնես սկսել, ես առնվազն 5 տարվա կանխատեսվող բիզնես մոդել ունեմ այստեղ։ Եթե 2 տարի հետո հարկային այնպիսի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնց հետևանքով իմ բիզնես մոդելը
այլևս իրագործելի չի դառնում եւ իմ համալրացիչ ծախսեր են առաջանում արդյունքում, ստացվում է, որ իմ մշակած ամբողջ պլանը այլևս իրագործելի չի, այլևս չեն կարող ոչինչ անել, այո։ Այսինքն վստահության ու կայունության զգացումը հարկ վճարողների շրջանակում ամենափոքր բանն է, որ պետության կողմից իմ կարծիքով պիտի ապահովի։ Բացի այդ, նաև ինֆորմացիայի փոխանակման փոքր-ինչ խնդիր կա, այսինքն միշտ չէ, որ համապատասխան մասնագետները ժամանակին տեղեկացնում են այդ փոփոխությունների մասին, այսինքն արձանագրվում է դեպք, լինում է խնդիր, առաջանում են տուգանքներ, նոր հարկ վճարողը տնտեսվարող սուբյեկտը հասկանում է, որ այդտեղ ինչ-որ մի բան ուներ անելու։ Այս դեպքում հաշվապաները պետք է տեղեկությունը ժամանակին։ Այս դեպքում արդեն գնում ենք այդ ձեր ասածին, ավելի քիչ վարձատրել հաշվապահին, մտածելով, որ հաշվապահը ուղղակի հավելյալ ծախս է, բայց իրականում հաշվապահի ծառայությունը իմ կարծիքով բիզնեսի ճանապարհին ճիշտ գնալու հիմնական գործիք է համարվում։ Ճիշտ է, որովհետև կարող է այնպիսի օրենսդրական փոփոխություններ լինի, որոնք որ կարելի ասել դա կանխատեսում է կամ կարող ես դու այդ օրենսդրական նախագծերով կանխարգես, հա, բիզնեսը հետագայում վատ վիճակի մեջ չհայտնվելու համար։ Բնականաբար դեպքերում հա հաշվապաներ կան, որ այդ ամեն ինչը չեն ուսումնասիրում, նույնիսկ հաշվապաներ կան, որ չեմ ուզում ոչ մեկին ինչ-որ բան ասեմ, օրենսդրական նորմերից օգտվելու ձևերը կարելի ասել չգիտի, որ կարողանա մուտք գործի այդ համակարգ եւ կարողանա ուսումնասիրի ու համապատասխան տեղեկատվություն տրամադրի հաճախորդին։ Բնականաբար տարբեր մասնագետներ կան, տարբեր որակավորում ունեցող մասնագետներ կան, իսկ օրենքներն էլ այնպես չի, որ մի գիշերում են ընդունվում, սկզբում նախագիծ է լինում, քննարկումներ են լինում, հետո գնում է ազգային ժողով, այսինքն առնվազն մի որոշ ժամանակահատված ունենում է մասնագետը, որպեսզի կարողանա ծանուցել, տեղեկացնել, տեղյակ պահել, որ բիզնեսի ներկայացուցիչը արդեն կարողանա իր որոշումները կայացնել։ Իսկ նշեցինք այն ծառայությունների ցանկը, որի հարկային համակարգը, հարկային բեռը ավելի բարձրացել է, իսկ միևնույն ժամանակ կա նաև այնպիսի ծառայություններ, որտեղ որ հարկային բեռը տոկոսային առումով ցածրացել է։ Այսինքն այդ մարդիկ, այդ մասնագետները կարելի ասել օգտվել են արդից։ Մի փոքր չեմ պատկերացնում առավել հեշտ պայմանների ստեղծում իրականում, սովորաբար նման բան չի լինում, սակայն նշեմ, որ օրենքի փոփոխությունը միշտ չի, որ բացասական է լինում, այսինքն այստեղ կարևոր է, թե նորից գնում ենք մասնագետի որակավորմանը, թե ինչպես է քո հարկերի օպտիմալացումը, հարկային պլանավորումը կատարում քո ֆինանսիստը, քո հաշվապահը, գուցե թվա, որ դրույքաչափ բարձրացավ, վայ, այս ինչ վատ բան եղավ, կրկնակի հարկ պիտի տամ, բայց դրան զուգահեռ, օրինակ նախորդ տարի էլի որ փոփոխություններ եղան շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի բարձրացան, դրան զուգահեռ նաև ծախսերի նվազեցման հնարավորություն ընձեռվեց հարկ վճարողներին։ Այսինքն դա կախված է, թե ինչպես ես փաստաթղթավորում քո ծախսերը, դա կախված է, թե ինչպես ես քո հարկերի օպտիմալացումը անում, թե ինչպես ես քո հարկային ռեժիմը դու ընտրում։ Այդ ամբողջը համակարգային աշխատանք է պահանջում։ Այսինքն կարելի ասել կարողանում ես ինչ-որ մի մեխանիզմ գտնես, որի միջոցով գոնե ստանաս որոշակի եկամուտ ու ամբողջը չգնա, կեսը չգնա օրենքի սահմաններում, այո, ավելի նվազ հարկ վճարելը թույլատրված է, նվազ հարկ վճարել, ոչ թե ստվերում աշխատել կամ, չգիտեմ, հարկերից խուսափել։ Բայց ամեն դեպքում մենք խոսում ենք հարկային համակարգից, խոսում ենք, որ կա այդ խնդիրները, բայց որ ասում են մարդը ամեն ինչի հարմարվում է, նույնիսկ այս հարկային համակարգին սպառողը եւ հասարակությունը հարմարվել է այնքանով, որ միևնույն է, յուրաքանչյուր բիզնես, ընկերություն, որը ստեղծվում է, ունի հաշվապահի կարիք, այսինքն ինքը ամեն դեպքում դիմելու է հաշվապահի, հաշվապահական ծառայությունների։ Մարդիկ, չեմ ասում բոլորը, բայց մեծամասնությունը ունենում է իրավական խնդիրներ, թե զուտ ուղղակի իրավաբանական ծառայությունների տեսանկյունից կամ ուղղակի փաստաբանական ծառայությունների, դատական պաշտպանություն եւ այլն։ Միևնույն է ինքը նորից դիմում է համապատասխան մասնագետի եւ կարողանում այդ վճարը կատարել։ Այսինքն հասարակությունը ինչքան էլ որ լինի խնդիրներ, միևնույն է հարմարվել է այս ամեն ինչին ու ինքը միևնույն է դիմում է, գնում է եւ այդքան հա մեծ գումարներ է տալիս։ Իրականում չէի ցանկանա այս
խոսակցության շրջանակում կիրառել հարմարվել արտահայտությունը, որովհետև օրենսդրական փոփոխություններ միշտ լինելու են։ Անհնար է, բացառված է, որ տնտեսությունը անդադ զարգանում է, անդադ ինչ-որ նոր արարություններ են ի հայտ գալիս, բացառվում է, որ օրենքը մնան միշտ նույնը, սակայն այստեղ պետք չէ հարմարվել, պետք չէ ասել դե լավ հիմա դա է, այլ պետք է ուղղակի ճիշտ ռազմավարություն ունենալ, պետք է ուղղակի ժամանակին ճիշտ որոշումներ իրականացնել։ Այն տեսանկյունից, որ քաղաքացին, սովորական քաղաքացին է հարմարվում, կոնկրետ եթե մեր քննարկվող թեմայի շրջանակներում խոսենք, երբ որ ծառայությունների արժեքի բարձրացում նկատվեց, ինչքան էլ թվում է առաջին հայացքից, որ հարկ վճարողի վրա դա հիմնականում անդրադարձավ, այսինքն ես անմիջապես այդ հարկը ավել սկսեցի վճարել, միևնույն է, շատ արագ հարկ վճարողի վրայից այդ հարկային բեռը տեղափոխվում է շուկա վերջնական սպառողի վրա։ Թեկուզ լինի արանքում մեջտեղում ինչ-որ միջնորդ կազմակերպություններ, նրանք է իրենց պրոդուկտների արժեքը կթանկացնեն, միևնույն է, ոնց դիտարկում ենք, ոնց պտտվում ենք, իրականում վերջնական հարկ վճարողը արդեն սպառողն է։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր է առաջանում, թե ինչքանով է հարկ վճարողը, քաղաքացին կամ տնտեսվարող սուբյեկտը համարում իր վճարած հարկը արդարացված։ Այսինքն որոշակի տալ ստանալ հարաբերակցություն իմ կարծիքով պետք է լինի, չէ՞ որ մեր վճարած հարկերի շնորհիվ պետությունը գոյատևում է ու իր ենթակառուցվածքների, նախարարությունների, կրթության, անվտանգության ու մի շարք լուրջ հարցերի լուծում է տալիս այդ գումարի հաշվին։ Բայց Չէ ուզում քաղաքականացնել, բայց արդյոք այդ ամեն ինչ հենց ուղղում է դեպի դրան, որովհետև ինչ տարբերություն կար հիմա այս հարկային ռեժիմով այդ ամեն ինչը պահվում, թե մի քանի տարի առաջ, որ հարկային ռեժիմը լրիվ ուրիշ էր, այսինքն միևնույն է կարողանում են այդ ամեն ինչը ապահովել։ Մի փոքր դժվար է պատասխանել, թե այսինքն նպատակը որն է, որ հարկային ռեժիմի բարդացում եւ հարկերի ավելացում է տեղի ունենում, որովհետեւ ես գիտեմ մի շարք երկրներ, որտեղ բավականին բարձր հարկեր գոյություն ունեն եւ քաղաքացիները, հարկ վճարողները չեն նեղվում բարձր հարկեր վճարելուց, այսինքն լավ աշխատում են, կարելի ասել։ Լավ աշխատում են եւ ստանում են որակյալ պետական ծառայություններ դրա դիմաց։ Նորից գալիս ենք այն մոտեցմանը, որ հարկ վճարողի տեսանկյունից իմ պատկերացումով իդեալական այդ հարկային քաղաքացիական հարաբերությունները կլինեն ժամանակ, երբ որ հարկ վճարողը ոչ թե դիտարկում է իր վճարած հարկը իր վրա ծախս, իր վրա բեռ, այլ դիտարկում է ներդրում, որը ինչ որ մի ծառայության տեսքով պետությունից հետո հետ է ստանալու։ Նույնիսկ առողջապահական համակարգն էլ որ ներառեցին, էլի երևի առնչվում էր այս ամեն ինչի հետ, չէ, որովհետև էլի հարկային մասով այդքան շատ չավելացավ, բայց ամեն դեպքում ինչ որ գումար ավելացավ հարկի տեսանկյունից, ու քաղաքացին մտածում է, որ գոնե ամեն ամիս ինքը կարողանա ինչ որ բժշկական հաստատությունից օգտվել, չնայած այս մասով ճիշտ ասած ունեցել եմ ես ոդկաստ, որտեղ որ քննարկվել է ու բավականին շատ մարդիկ դիմել են անպատասխան հաստատություններ, այսինքն կարելի ասել նպատակին ինչ որ առումով կարելի ասել նպատակին հասել է այս փոփոխությունները։ Բնականաբար, երբ որ դու վճարում ես քո հարկը, պետությունը դրա փոխարեն տալիս է քեզ ինչ որ մի բանից օգտվելու արտոնություն ու հնարավորություն, դա կլինի համընդհանուր առողջության ապահովագրության շրջանակներում ինչ որ ծառայություններից օգտվելու տեսքով, դա կլինի կրթական ինչ որ սոցիալական ծախսերից օգտվելի տեսքով, գուցե մի օր գանք հասնենք դրան, որ կրթությունը լրիվ անվճար լինի, ամեն դեպքում ինչ որ տեղի ունենա, մեր գիտակցումը պիտի լինի այն, մենք բոլորս պիտի գիտակցենք, որ մենք ենք վճարում պետությանը որոշակի ծառայությունների համար, այսինքն այն ինչ որ մենք վճարում ենք, դա ինչ որ մի բանի տեսքով մեզ հետ է գալիս։ Գիտեք ինչ խնդիր իրականում այստեղ ես կուզենայի, որ լուծվեր որպես սուտ քաղաքացի, ինֆորմացիայի հասանելիության, այսինքն քաղաքացիները, հարկ վճարողները, երբ որ ամսական, տարեկան կտրվածքով հարկերը վճարում են, վերջնական արդյունքը թե ինչին ծառայեց այդ գումարը չի երևում։ Ինձնից լրացուցիչ ջանքեր, ռեսուրս է պահանջում, որ որոշակի հարթակներից օգտվեմ, որոշակի ինչ որ գործողություններ իրականացնեմ, որ
կարողանամ ստանալ ինֆորմացիան, թե պետական բյուջեի այդ ծախսերը ինչ ուղղություններով են գնացել։ Այսինքն, եթե քաղաքացին ավելի հեշտությամբ կարողանա այդ ինֆորմացիային տիրապետել, ավելի հասանելի լինի այդ իր համար, գուցեև այս հակասական ու չկամեցողությունը հարկ վճարելու ինչ որ չափով նվազի։ Հա, որովհետև իրականում ստացվում է ոնց որ դու անիմաստ էներգիա ես, կոպիտ ասած անալոգիա եմ ուզում անել, համեմատություն եմ ուզում անել, ստացվում է որ դու անիմաստ էներգիա ես ծախսում, բայց դրա դիմաց չես ստանում համապատասխան էներգիա։ Նույնն էլ ոնց որ հարկային մասով է դու բավականին մեծ գումար ես տալիս պետությանը, բայց դրանից դու ինչ որ բան ստանում ես, թե չես ստանում։ Դե հա, բալանսը միշտ պետք է պահել։ Գուցե այդ բալանսը կա, ուղղակի մենք չունենք ինֆորմացիա։ Իրականում ինֆորմացիան միայն գալիս է տարբեր հարթակներից, տարբեր ձևով, կեղծ տեղեկությունների միջոցով, շատ դեպքերում ասում են օրինակ ինչ-որ պարգևավճարներ է տրվում համապատասխան մարդկանց ու բնականաբար յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, որ այդ պարգևավճարը մեր հարկերից է, որը տրամադրվում է։ Անի իսկ ասեք խոշոր եւ միջին, հա, բիզնես գործունեություն իրականացնող ընկերությունների վրա ոնց ազդեց, ինչ ազդեցություն ունեցավ։ Ճիշտն ասած, այդ առումով ինչ որ վերլուծություն չեմ իրականացրել, բայց եթե զուտ այս պահին վերլուծեմ, հիմնականում մեծ բիզնեսի ներկայացուցիչները չեն օգտվում outsource ծառայություններից։ Այսինքն իրենք ունեն իրենց ձևավորված հաշվապահական թիմը, ֆինանսիստները, իրենց սպասարկող անմիջապես իրենց գրասենյակներում նստող իրավաբանները, փաստաբանները, ու եթե նայենք ծառայությունների արժեքի բարձրացման տեսանկյունից, իմ կարծիքով մեծ բիզնեսի վրա դա էական ազդեցություն չունեցավ, որովհետև նույն աշխատավարձից վճարվող հարկերը, պարտադիր վճարները միևնույնը մնացել են նույնը իմ խորին համոզմամբ, իսկ ծառայությունների արժեքի բարձրացումը ավելի փոքր եւ միջին բիզնեսի վրա ազդեց, որովհետեւ նրանք չէին կարող իրենց թույլ տալ իրենց անձնական հաշվապահ ունենալ, իրավաբան ունենալ եւ դրա համար օգտվում են outsource ծառայություններից։ Այսինքն, եթե յուրաքանչյուր ընկերություն ունենում է աշխատակից 25% է, չէ, հարկը վճարելու։ Ну 25-ը այդպես ընդունված է գործարար շրջանառության ոլորտում ասել, 20% եկամտային հարկ են վճարում, սոցիալական վճար կախված հարկման բազայից եւ դրոշմանիշային վճարը յուրախություն մեզ այս տարվանից 1000 դրամ դարձավ։ Մոտավոր 25% կարելի ասել։ Այո, մոտավոր կարելի ասել։ Բայց եթե outsource տարբերակով են օգտվում, ավելի բարձր է լինում։ Ստացվում է 10%-ի փոխարեն սկսեց հարկ վճարողը վճարել գրեթե 50%, ու 40 քանի տոկոս սկսեց վճարել, բնականաբար գոնե ինչ-որ մի մասով ծառայության արժեքը բարձրացավ։ Առնվազն 25% կարծում եմ բարձրացել է արժեքները։ Ու դրա համար շատ դեպքերում ուզում եմ, որ ունենան աշխատակից, այլ ոչ թե outsource տարբերակով ծառայություններ։ Ստացվում է, որ արդեն կոպիտ ասած հարցականի տակ գուցե ինչ-որ պայծրությամբ դրվեն outsource ընկերությունների աշխատանքը, որովհետև եթե ծառայության արժեքը այո թանկանում է, գուցե բիզնեսի համար ավելի ձեռնտու է ունենալ իրենց հաշվապահին տեղում նստող, քան ավելի թանկ վճարել համանման նույն ծառայությունների համար։ Բայց այս դեպքում կարող են օրինակ ոչ թե outsource տարբերակով այդ ամեն ինչը անել, այլ ունենալ աշխատող, որը որ կաշխատի մեկ այլ վայրից, պարտադիր չի որ գա հենց աշխատի տվյալ գրասենյակում եւ գրանցվի որպես աշխատող։ Հեռավար աշխատանքը թույլատրված է օրենքին դեմ չի ամեն ասում, այսինքն այստեղ ձևաչափը outsource տարբերակի հենց այն է, որ դու պարտադիր չի որ գնաս գրասենյակում նստես եւ դու կարող ես տվյալ մարդուն որպես աշխատող գրանցես, նույնիսկ եթե ինքը աշխատում է մեկ այլ գրասենյակում։ Դե եթե դա դիտարկենք որպես ֆիզիկական հանձի հետ ստեղծված հարաբերություններ, աշխատանքային հարաբերություններ, իսկ outsource կազմակերպությունների հետ բնականաբար արդեն ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում է լինում։ Կարծում եմ այս մասով լուծումներ կա ու ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Դրականը այն առումով, որ դու կուզենաս, որ մեկ աշխատող ունենաս կամ մի քանի աշխատող ունենաս քո ընկերությունում, բացասականը, որ տվյալ օրինակ ընկերությունը, իրավաբանական ընկերությունը, որը մատուցում է եւ հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ, թիմային են կատարում այդ աշխատանքը ու կարող է ավելի որակով լինի, քան օրինակ միջին կամ կրտսեր մասնագետն է գնում տվյալ ընկերություն եւ այնտեղ աշխատում է որպես աշխատող։ Կարծում եմ, որ եթե նույն պրոդուկտի վրա աշխատում է մեկ թիմ, մեկ ամբողջական թիմ, մի քանի ուղեղ,
բնականաբար այդ պրոդուկտը ավելի որակյալ կստացվի, քան եթե պրոդուկտի վրա աշխատի ընդամենը մեկ հաշվապահ։ Ես իմ կյանքում փորձ ունեցել եմ, երբ որ մենք չենք ունեցել իրավաբաններ եւ հաշվապահները բոլորի գործառույթները արդեն իրականացնում են, ինչը շատ սխալ է, որովհետեւ դու համապատասխան գիտելիքներ չունես եւ փոխանակ քեզ թվում է թե դու օգուտ ես տալի, լավություն ես անում քո ղեկավարությանը, մի բան էլ այնպիսի լուրջ խնդիրներ, իրավական հետևանքներ առաջացնես վերջինիս համար, որ ավելի լավ էր ոչինչ չանեիր։ Հա, իրականում ճիշտ է նկատել, ես էլ եմ շատ նկատել, որ կա օրինակ պայմանագրերը, որոնք որ պետք է կազմի իրավաբանը, շատ դեպքերում տալիս են եւ հաշվապահն է կազմում։ Դե բնականաբար կան կետեր, որտեղ որ պետք է հաշվապահ ուշադրություն դարձնի վճարային համակարգի հատվածը կամ հարկային հատվածը, բայց կան կետեր, որոնք որ հենց իրավաբանի գործն է եւ իրավաբանի մասնագիտությունը, որ ինքը ամբողջովին ուսումնասիրի ու կարողանա ճիշտ իրավական տերմիններով այդ ամեն ինչը սահմանի եւ գրի տվյալ կազմի տվյալ պայմանագիրը։ Դե եթե մի անձը կարողանար ամբողջը իրականացնել, մասնագիտությունները չէին լինի։ Հիմա ձեր կարծիքով, եթե այսպես շարունակվի հարկային բազան, ինչ որ ավելի վատ հետևանքներ կառաջանա, թե միևնույն է արդեն, որ ասում եմ հարմարվել է, բայց դուք համաձայն չեք իմ այդ բառի հետ, միևնույն է արդեն սպառողը հարմարվել է այս ամեն ինչին։ Չէ, միանշանակ պետք չէ բացասական ընկալել փոփոխությունները ու պետք չէ վատին տրամադրվել, այսինքն զուտ ընկալման խնդիր կա իմ կարծիքով այստեղ, զուտ անորոշության խնդիր կա եւ կայունության վստահության խնդիր կա։ Փոփոխությունները, թե ինչ հաճախականությամբ են արվում, ինչպես դու պիտի քո բիզնես որոշումներն իրականացնես, այդ ամեն ինչը միայն պետական մակարդակով չի կարող լուծվել, այսինքն պետությունը տարբեր փոքր կառույցների խնդիր այս պահին չի կարող առաջնային դարձնել եւ պետական ավելի մեծ խնդիրները թողնել, անտեսել։ Յուրաքանչյուր բիզնեսի ներկայացուցիչ պետք է, երբ որ իր գործունեությունը իրականացնում է, ռեալ գնահատական տա, թե ինքը ինչ է անում, այսինքն շատ բիզնեսի ներկայացուցիչներ ուղղակի երբ գումար է գալիս բանկային հաշիվներին, ուրախանում են, ինչ լավ է, այսքան գումար ունեցանք, բայց վերջնական թե զուտ շահույթ ինչքան մնաց այդ բիզնեսից, պատկերացում անգամ չունեն, գաղափար անգամ չունեն, այսինքն միայն մեղադրել պետությանը, որ դուք իմ հարկերը բարձրացրել եք ու անտեսել են փաստը, որ գուցե դու ես սխալ քո որոշումներ իրականացրել, գուցե դու ես քո հարկերի օպտիմալացումը սխալ արել, դա ինձ թվում է հիմարություն է։ Իսկ կա արդյոք ինչ-որ փոփոխություններ կամ նախագիծ, որտեղ որ փոփոխություններ արվելու այս ոլորտում, թե նման հարկային օրենսգրքում չի լինում ժամանակահատված, որ փոփոխություններ չարվեն։ Այս պահին իրականում մեծ քննարկումներ կան, մեծ նախագիծ կա, որ հարկային շատ մեծ փոփոխություններ է նախատեսվում անել։ Այս ծառայությունների ոլորտում դեռևս չեմ հանդիպել նախագիծ, որ որոշ ծառայություններ եւս տեղափոխվեն հարկման հատուկ համակարգ, բայց փոփոխությունները հարկման ընդհանուր համակարգ կներեք, բայց փոփոխությունները միշտ եղել են, միշտ լինելու են ու մենք էլ ենք այդ փոփոխություններին լուծումներ տալու, բիզնեսն էլ է այդ ամեն ինչին լուծումներ տալու, ուղղակի փոխհամագործակցությունը մի փոքր ըստ իս, որ եթե ավելի հեշտ լիներ, ավելի պարզ լիներ, մարդը հասկանար, թե ինչա տեղի ունենում, ինչա իրեն սպասվում, ինչ լրացուցիչ հաշվարկ պետք է ներկայացնի, ծանուցումը թեկուզ առնվազն, որովհետև բոլորը չի որ ունեն մասնագետ հաշվապահներ։ Օրինակ ես շատ ընկերներ ունեմ, ովքեր իրավաբանական ծառայություններ են մատուցում իրենց ալձներով ու ինքնուրույն բարդ բան չէր, կարողանում են իրենց հաշիվները գրել, կարողանում են երամսյակային իրենց շրջանառության հարկի հաշվարկները ներկայացնել, ընդհանրապես մի 3-4 գործընկերոջ հետ էին աշխատում, բայց հիմա փաստի առաջ են կանգնել ու լրացուցիչ ծախս պետք է կատարեն, հաշվապահ վարձատրեն, հաշվապահ վարձեն, որ կարողանան համապատասխան հաշվետվությունները ներկայացնել։ Ստացվում է հարկային համակարգի փոփոխությունը նպաստում է նաև հաշվապահների աշխատանքին, այսինքն ամեն ինչ անում են, որպեսզի հաշվապահներն աշխատեն, կարելի է ասել։ Տեմպի մեջ մնան։ Հա, այս ամեն ինչը երևի դրա համար է։ Ասեմ, որ մի հաղորդում առաջ մենք քննարկում ենք վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից ու նաև անդրադարձանք փոփոխությունների մասով ու անդրադարձանք հենց հարկային օրենսգրքին, որ հարկային օրենսգիրքը ամեն շաբաթ, կարելի ասել, չեմ ասում ամեն օր, բայց
կարելի ասել երևի ամեն օր փոփոխություններ է մտցնում եւ հասարակ մարդը, սովորական մարդը չի կարող այդ ամեն ինչը միանգամից ընկալել կամ չի հասցնում, նույնիսկ մասնագետները շատ հաշվապաններ եւ իրավաբաններ կան, որ չեն հասցնում այդ նախագծերն ուսումնասիրեն, որովհետեւ այնքան անընդհատ փոփոխությունները լինում են ու նույնիսկ խոսում էինք նրա մասին, որ այդ փոփոխությունները, որ անընդհատ արվում են, ինչի է բերելու, կան շատ զարգացած երկրներ, որոնք որ մի օրենք ունեն, օրենսգիրք ունեն, վերջ, դա հավերջ մի քանի տարի միայն մարդիկ, միայն այդ օրենսգրքով է կարգավորվում տվյալ ոլորտները, բայց Հայաստանը, որը լինելով փոքր երկիր, ունենալով ավելի քիչ բնակչություն, ամեն շաբաթ ինչ-որ փոփոխություններ է անում։ Ես կարծում եմ դա նորմալ պրակտիկա է, եթե դիտարկենք հարկային մարմինների կողմից, նպատակը հիմնականում մեկն է ստվերի կրճատումը, այսինքն բերել տնտեսությունային վիճակի, այսինքն կրճատել հարկերը վճարումը խուսափելու բոլոր այդ այլընտրանքային տարբերակները այնպես, այնքան սահմանափակել հարկ վճարողներին, որ ուղղակի տարբերակ չունենաս դու խարդախության դիմելու, օրենք խախտելու կամ չգիտեմ, նման ոչ օրինական գործողություններ իրականացնելու։ Բայց արդյոք պահպանվել է դա, թե հակառակը մարդիկ չունենալով հարկ վճարել խուսափում են այդ ամեն ինչից։ Իրականում իմ կարծիքով մի քիչ դժվար է ստվերը ամբողջությամբ վերացնել։ Ու եթե դիտարկենք հարկ վճարողի տեսանկյունից, փոքր բիզնես եկեք ներկայացնենք էլի, ոչ թե խոշորները, ում համար միլիոնները խնդիր չեն։ Փոքր բիզնեսի տեսանկյունից լրացուցիչ հարկային բեռը նշանակում է բիզնեսը փակել շատ հաճախ որոշ դեպքերում։ Լրացուցիչ հարկային բեռը ստիպում է, որ դու ենթագիտակցորեն սկսես այդ հարկերից ինքդ քեզ պաշտպանել, դիմել ինքնապաշտպանության։ Իսկ այդ դեպքում հարկ վճարողները չեն ունենում իրականում այլ տարբերակ, բայց ես չեմ ասում, որ դա լավ բան է, ես չեմ ասում, որ այդպես պետք է անել, բնականաբար այն ինչը որ դեմ է օրենքին պետք է չիրագործվի, որովհետև մի օր միևնույն է, գուցե ավելի լուրջ խնդիրներ առաջանան դրա հետևանքով, բայց առնվազն որ հարկ վճարողի մոտ այդ հարցը առաջանում է հարկերից խուսափման, ստվերի դեպի ստվեր գնալու, կարծում եմ դա արդեն պետության համար ազդակ է մտածելու, այսինքն ուրեմն այդտեղ ինչ որ մի բան, մի խնդիր կա։ Պետք է բացահայտել, թե այդ խնդիրը որն է։ Ճիշտ եք ասում։ Ամեն դեպքում կուզենայի նաև դուք ասեք, թե ինչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր որ ուզում են բիզնես բացել, չգիտեն որտեղից սկսեն, կապ չունի ինչ բիզնես, բայց ամեն դեպքում ուզում են իրենք իրենց բիզնեսն ունենալ եւ շատ դեպքերում ուղղակի չգիտեն, թե որտեղից սկսեն, ինչ հարկերով են հարկվելու։ Միանշանակ մինչև ընկերությունների գրանցում կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելը իմ հորդորն է եւ խորհուրդն է անմիջապես դիմել մասնագետի խորհրդատվությանը, ժամկետներ բաց չթողելու նպատակով ճիշտ պլանավորում իրականացնելու նպատակով, որովհետև նախկին ժամանակները այլևս չկան, որ ուղղակի կարաս քնից արթնանաս, բիզնեսը տնես, գումարը աշխատես։ Հիմա բարդացել է process-ը, բարդացել է նաև օրենքները հասկանալու, վերլուծելու գործընթացը, այսինքն սովորական քաղաքացին երբեմն չի կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում այդ հարկային մութ անտառում ինչ որ լուսավորող մի բան բիզնեսներին պետք է այս պահին։ Լուսավորողը հաշվապահն է։ Այո, լույս բերողը հաշվապահն է տվյալ դեպքում։ Հաջորդ խորհուրդը, որ կուզենամ տալ, մինչև հարկման համակարգ ընտրելը, բնականաբար վերլուծություն իրականացնելն է տվյալ գործունեության մասով։ Գուցե հարկման ընդհանուր համակարգը ավելի նպատակահարմար է տվյալ դեպքում, քան մտածել, որ օй 10% հարկ վճարամ շրջանառության հարկ վճարам, դա ավելի լավ է ինձ համար։ Հարկերի օպտիմալացումը եւս շատ կարևոր նախապայման է։ Բիզնես պլան ունենալը իմ խորին համոզմամբ, ինչքան ժամանակները զարգանում են, այնքան ֆինանսիստի դերը բիզնեսում ավելի մեծանում է։ Ամեն դեպքում, եթե դու ինչ-որ ոլորտի մասնագետ չես, ուրեմն պետք է դիմես այլ մասնագետների խորհրդատվությանը։ Ես այդպես եմ պատկերացնում բիզնեսը։ Բիզնեսի ղեկավարը իմ խորին համոզմամբ պետք է միայն մտածի գումար աշխատելու մասին։
թե ինչպես է հաշվետվությունը ներկայացնում, թե ինչպես է պայմանագիրը կազմվում, թե ով իր շահերը կներկայացնի ինչ-որ պետական կառույցների մոտ, դա չպետք է մտահոգի բիզնեսի ղեկավարին։ Անի իրականում մենք այսօր խոսեցինք մի թեմայի մասին, որը որ կարելի է ասել ամենամեծ խնդիր ունեցող թեմաներից է, որովհետև այս դեպքում ոչ միայն մասնագետներն են բախվում այս խնդրին, այլ նաև քաղաքացիները, սպառողները, որովհետև ինչպես նշեցիք, ամենավերջինը տուժում է հենց սպառողը։ Շնորհակալություն ձեզ այս թեման միասին քննարկելու համար։ Շնորհակալություն, հուսով եմ ձեր տված խորհուրդները մարդկանց կօգնեն։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եի, որ այստեղ եմ ձեզ հետ ու մասնակցեցի այս քննարկմանը։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-յան ալիքին ըստ օրենքի հաջորդ ոդկասթները դիտելու համար։